Ներելու մասին շատ է խոսվում, եկեք այսօր զրուցենք չներելու մասին։ Սա շատ կարևոր է, կան դեպքեր, երբ ներել պարզապես չի կարելի։ Քրիստոս ասում է, եթե քո եղբայրը զղջա ու ներողություն խնդրի, ներիր նրան։ Մեկ անգամ, 1000 անգամ, սա արդեն երկրորդական է։ Տերն ինքն էլ մեր նկատմամբ այդպես է վարվում։ Սկզբում գիտակցումն է, հետո զղջումը, խոստովանությունը, հատուցումը եւ հետո արդեն ներումը։ Եվ իհարկե Տերը կարող է անսահման համբերություն ունենալ ու միշտ ներել, եթե իհարկե մենք զղջում ենք, խոստովանում ու գիտակցում մեր գործած մեղքերը, հատուցելու պատրաստակամությամբ։ Ապաշխարության այս բարդ ճանապարհն անցնելուց հետո միայն մենք կարող ենք ներել իրար ու ակնկալել Աստծո ներումը։ Իսկ եթե մենք ներում ենք մի մարդու, որն ասում է արել եմ, լավ եմ արել, էլի եմ անելու, ապա մենք դրանով դառնում ենք մեղքին մասնակից, թույլ տալով, որ այդ չարագործությունը լինի շարունակական եւ կրկնվի, մինչդեռ մեր հավատքի մեջ բոլոր բարի գործերը պետք է խելացի լինեն ու